Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Antifake-ի հետ մենք աշխատում ենք ձեզ համար եւ կրկին ձեզ ներկայացնում Ղազարյան versus Ղազարյան նախագծի հերթական թողարկումը։ Այս անգամվա թողարկումը տարբերվում է մյուսներից դրանից, որ ունենք ոչ հաճախ կրկնվող հյուր։ Պետրոս Ղազարյանի հյուրն է եղել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, բնականաբար մենք նրան վիրտուալ եղանակով բերման ենք ենթարկել նաեւ Antifake-ի տաղավար։ Իսկ Antifake-ի մեր հաղորդմանը հետևելու համար նախ պետք է բաժանորդագրվել Antifake-ի YouTube-յան ալիքին, հավանել եւ տարածել այս տեսանյութը, թողնել ձեր մեկնաբանությունները, իսկ donation alerts, Patreon, Super Chat, բանկային փոխանցումներով օգնել Antifake-ին այս եւ մյուս թողարկումների համար։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Այսօր կզրուցենք Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Բարի երեկո, պարոն Պապիկյան, շնորհակալություն հավերեն ընդունելու համար։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ։ Միանգամից սկսենք ամենաշատ քննարկվող հարցին։ Զինվորական ծառայության ժամկետը 26 թվականի հունվարի 1-ից կրճատվում է եւ այս առումով 2 տարուց դառնում է տարի ու կես եւ այս առումով ընդդիմադիր շրջանակներից մտահոգություններ են հնչում, պարոն նախարար, արդյոք սա լավ մտածված նախընտրական քայլ չէ եւ երկրորդ արդյոք բանակը խնդիրներ չի ունենա կրճատելով ժամկետային ծառայության քանակը։ Շնորհակալ եմ։ Ես մի քանի օր առաջ ազգային ժողովում առիթ ունեցա խոսելու սրա մասին։ Նախ բանակը 1.5 տարի դարձնելու որոշումը այսօր չի ընդունվել։ Ձեր նախընտրական ծրագրում։ Այո, դա մեր նախընտրական ծրագրում է առկա, այնուհետև մենք մեկ այլ կարևոր փաստաթուղթ ենք ունեցել, դա Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման հայեցակարգն է, որտեղ նույնպես արձանագրված է այս ամենը, եւ իհարկե դա պիտի տեղի ունենար մեր հնգամյա ցիկլի ընթացքում։ Մի րոպե, Պապիկյան ջան։ Քո ցիկլերը 5-ամյա է։ Ամիս 1 չի։ Քոնն չի հանգամյա, ինչ որ մի խախտում կա ֆիզիոլոգիական բան, պրոբլեմներ ունես դու, ինչի է քոնը 5-ամյա ցիկլերդ։ Փաստորեն դու բան ունես, հա, տեղեկություն ունես կառավարության ծրագրի մասին, այսինքն դու գիտես, որ գոյություն ունի կառավարության ծրագիր։ Ինչ բացահայտվա։ Պետրոս, ասում ես, այս ԿՊԱ-ները չգիտեն, որ կառավարության ծրագիր կա, այդ ծրագիրը պետք է կատարվի, եթե չի կատարվում, պիտի վարչապետին անվստահությունը։ Հենա գիտի ես մարդը, որ կառավարության ծրագիր կա։ Ինչ ա գրած Պապիկյան ջան այդ կառավարության ծրագրի մեջ։ Մենակ քո ցիկլերի մասին ա գրած, թե ուրիշ բան էլ ա գրած։ Հիմա մենք մոտեցել ենք դրա փակման ավարտին, բնականաբար պիտի կատարենք մեր կառավարության ծրագիրը եւ խոստումը։ Ու դա վերածել այսօր նախընտրական քարոզարշավի, մենք նման մտադրություն բնականաբար չունենք, այլ կատարում ենք մեր պարտավորությունները, բայց միևնույն ժամանակ պիտի նշեմ, որ մենք չենք պատրաստվում պաշտպանվել ու ասել, գիտեք, մեր կատարած քայլը որևէ կապ չունի մեր հանրության առաջ մեր ստանձնած պատասխանատվությունների հետ։ Շատ լավ։ Մի րոպե, այս մարդը պատասխանատու, սպասի Պետրոս, հազիվ պատասխանատու մարդ ենք, դա է մարդ, կառավարության ծրագիրն իմացող մարդ եք սկսել, ապրես Պետրոս։ Այդ նույն ծրագրի մասին է խոսքը Պապիկյան ջան, որտեղ գրած է. Կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն են Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը, ուշադրություն։ Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության ապահովումը, տարածաշրջանային խաղաղության հաստատումը, տարածաշրջանի ապաշրջափակումը եւ կայունություն։ Այդ ծրագրի բացա չէ խոսքը։ Հələ տեսնել ինչ է գրած։ Արտաքին եւ անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ համապարփակ կարգավորումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո հայտնի սկզբունքների եւ տարերի հիման վրա, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաեւ մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը եւ հումանիտար խնդիրների լուծումը։ Այս ծրագրի բացա չէ խոսքը, խորհուրդ ծրագրի մասին չես խոսում։ Այս ծրագրի մասը չէ որ դու պարտավորություն եք ստանձնել եւ դա պիտի կատարեք։ Լայստել Պետրոսն է ինչ արա դեմ լավն էին, արա 2021 թվին էլ էին լավը սրանք, արա թե տենց խի վերջ 3 տարվա մեջ տենց բան մեջ եղան չեմ հասկանում։ Հայաստանի Հանրապետության անդամակցությունը ՀԱՊԿ-ին, դա պաշտպանության նախարարը պիտի իմանա ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները գրած է Հայաստանը շարունակելի է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին ու աշխատել պայմանագրային եւ փաստաթղթային բազայի հավաքական անվտանգության մեխանիզմների կատարելագործման ու կիրառման ուղղությամբ, որը լավագույնս կարտացոլի ու սպասարկի անդամ պետությունների շահերը եւ համատեղ նպատակները։
դու որպես պաշտպանության նախարար հապկի վերջին նիստին երբ ես մասնակցել ժողովրդի առաջ տված քո խոստումը կատարելու համար։ Լնայ Միսկի խումբը հիշում ես Պետրոս, արա ոնց արա որ անասունը գնաց լուծարեց այդ Միսկի խումբը, ես չեմ հասկանում, երբ որ ես մարտի կառավարության ծրագրում գրել էին ԵԱԿ Միսկի խմբի համանախագահությունը վերնագիր են գրել Պետրոս։ ԵԱԿ Միսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովման գործում առանցքային է եւ Հայաստանը նպաստելու է այդ ձևաչափով արդյունավետ գործունեությանը։ Խոսք են տվել, չեն արել։ Ուղղակի զինծառայության ժամկետներ խոստացել էին ոչ թե կրճատեն, այլ դա փոխարինեն պայմանագրային զինվորական ծառայություն։ Պայմանագրային զինվորական ծառայությունը չեն արել, զինծառայության ժամկետ, որտեղ բանակն են վերացնում, չեն խոստացել, բայց վերացնում է, քեզ չեն խոստացել, ժողովրդին Ալիևին է խոստացել են։ Հիմա այս մարդիկ ժողովրդի առաջին այս խոստումը պետք է կատարեն, թե Ալիևի։ Ատամի թուրքա, այս մարդը ում ասած է պետք է անի։ Աղդամի ղեկավար Ալիևի, թե Կակոյնի բույց հայ ժողովրդի։ Ճիշտ է, հայ ժողովրդի հաշվին է ապրում, հայ ժողովրդի ապրին է վիզա հաստատել, ունեցվածքը ձեռք բերել, տներ, բան, միլիոններ, բայց Ալիևի հանձնարարությունը պետք է կատարի, չէ՞ որ հայ ժողովրդին կեղեքի ու թալանի։ Նայ։ Իհարկե մենք պիտի անենք այն, ինչ խոստացել ենք, ու եթե դա մեր հանրության համար դրական քայլ է, հանրության կողմից ընդունված քայլ է, ինչու պիտի մենք հրաժարվենք դրանից։ Ազդեցությունը բանակի վրա։ Բանակի վրա ազդեցությունը չկա քայլ, որ ազդեցություն չունենա, բայց սրա ազդեցությունը մենք դիտարկում ենք դրական քողի ներքո, որովհետև նախ անհրաժեշտ է, որպեսզի բանակը հասարակության համար լինի ընկալելի, ցանկալի եւ կալանավայրի չվերածվի։ Որպեսզի բանակը Պետրոս ջան կալանավայրի չվերածվի, հանցագործները պետք է բանակից հեռացվեն։ Օրինակ, երբ որ ինքը զինվորական ծառայության ընթացքում, գիտես չէ, որտեղ է ծառայել, ՖՍԲ-ի սահմանապահ զորքերում։ ՖՍԲ-ի սահմանապահ զորքերում ծառայելու ընթացքում իր վերադասպային դանակահարել է։ Որպեսզի բանակը կալանավայրի չվերածվի, իրան տարել դատել են 3 տարի 2 ամիս։ Բանտա նստել, հետո համաներումով բանտից ազատվել է։ Всё, բանակը արդեն կալանավայրի չի։ Բանակն ինչի պիտի կալանավայրի վերածվի։ Բանակը զինվորական ծառայության վայր է, չէ՞։ Բայց եթե դուք սաղդ հանցագործներով բանակից հեռացվեք, բանակն կալանավայրի չի վերածվի, ինչի պիտի վերածվի։ Ասում եմ, բանակի վրա ոնց կա, շատ լավ կանրադառնա Պետրոս ջան։ Դե զինծառայության ժամկետը որ կրճատում է, օրինակ իրանց կառավարության ծրագրում գրել են, որ Արցախի եւ Արցախի ժողովրդի անվտանգությունը կշարունակվի ապահովել պաշտպանության բանակը։ Բայց իրանք ինչ են արել 20 թվականից հետո 18 տարեկան ժամկետային զինծառայողներին, որի հիմա զինծառայության ժամկետ հիմա կրճատում են։ Այն ժամանակ Արցախի ՊԲ չեն ուղարկել, Արցախի ՊԲ-ն աստիճանաբար լուծարվել է, որից հետո Արցախը հանձնել են Ադրբեջան։ Հիմա նույնը անդրադառնում է Հայաստանի վրա, նույնը կատարում է, մի հատ ստացվել է, մի հատ հանրապետություն վերացնել, անցել են երկրորդին։ Ոնց կանդրադառնա Պետրոս։ Շատ լավ կանդրադառնա, շատ լավ կան։ Թուրքերն են կգան, քեզ չեն ուտի, էմս բանից կանեն, որ իրանք շատ են սիրում, իրանք քեզ չեն, դու անընդհատ անհանգիստ ես, որ քեզ ուտելու են, բայց դու միշտ քեզ մաքուր պահի։ Հիմա, երբ որ կրճատում են կես տարի, դա թվականակի վրա չի ազդի։ Պետրոս, խո դու հիմար չես, ասենք, որ գիտես, որ դա ազդելու է, չէ, հարցնում ես, դա չի ազդի, չէ, Պետրոս ջան, չի ազդի։ Ճիշտ է, զորակոչիկների ռեսուրսը սահմանափակվում է, գնալով կրճատվում է, զինվորական ծառայության ժամկետն էլ է կրճատում, ու բանակի թիվը դրանից տասնապատիկ ավելանում։ Եղավ, ասենք հիմա եթե քեզ պատասխանի, ասենք ոչ, չի ազդի, կավելանա։ Դու դա կընդունես որպես պատասխան։ Պարզա որ կրճատում են, չէ, բանը, այսինքն ոչ չի ազդի, հարցիդ իմաստը ո՞րն է Պետրոս։ Չի ազդի, չէ, կավելանա, չէ, դե միշտ է տենց է, զինվորական ծառայություն, դրանապես որ զինվորական ծառայությունը ժամկետային վերացնեք, ոչ թե 2.5 տարի, 1.5, այլ ընդհանրապես լինի մի ամիս, շիշ բռնողը ոնց էր ասում, փողը տվեք մի ամիս, այ ախպեր մի ամիսներ հերիք է էլի։ Մի ամիսներ հերիք է, բանտա ինչ արա, սանատորիա այպես, սանատորիա ով է մի ամսից ավար գնում Պետրոս։ Բանակն էլ հիմա այտենց առողջարանի պես մի տեղ է, էլի։ Այդ ումեն ժամանակ են անցկացնում գալիս են։ Մի ամիս որելի, խո դրանից բանակի քանակը չի պակասի։ Ոչ, հələ մի բան է կավելանա։
Ուղղակի ադրբեջանցի կլինեն, էլի մեր բանակի զինվոր։ Արդեն իրանք կգան ըստե Հայաստանում, ոչ թե հայկական բանակի կլինի, այլ ադրբեջանական բանակ կլինի։ Օրինակ նայել այդ Արցախում հիմա որ օկուպացիան է, ինչքան զորամասեր են բաց, ինչքան սիրուն նայում ես մաքուր, սիրուն տեղը տեղին շատ 2.5 անգամ մենակ կոմանդոյի թվականակն են ավելացրել պատերազմից հետո 2.5 անգամ շատացրել են։ Ստելա տենցլելու։ Տեսեք, շատ են հնչում նման թեզեր, որ բանակը կրճատում են։ Իհարկե ես կուզենամ հարց հնչեցնել, ինչ է ասել է բանակը կրճատում են, այսինքն եթե ցիկլը 2 տարվա փոխարինվում է 1.5 տարով, որտեղ է տեղի ունենում կրճատումը։ Մի րոպե, պապիկյան ջան, այդ քո ցիկլերի հետ կապված լուրջ խնդրեմ կա ընկեր ոնց որ ես չեմ հասկանում։ Նոր մի քիչ առաջ ասում էր, որ քո ցիկլերը 5 տարին 1 է։ Հիմա ասում ես ցիկլերը 1.5-2 տարի է, բայց մի ամիս չէ պիտի լինի։ Ինչի՞ է քո մոտ տենց խախտվում, ինչի՞ է տենց խառը քո մոտ։ Հիմա կոնկրետ ինչքան է։ 1.5-ա, 2-ա, 5-ա, բայց դա տարիով չպիտի լինի։ Դու ինձ թվում է լավ կլինի մատ գնաս բժշկի։ Գնա բժշկի դու քո ֆիզիոլոգիական վիճակին հետևի։ Դու չաղացել ես բան ես արել, սա խախտվել է քո մոտ։ Տարբեր ցիկլեր է, դες չպիտի լինի։ Իհարկե ես կուզեմ լսել իրենց բարձաբանումը, ես ինքս կտամ ինչ փոփոխություններ կարող են լինել եւ երբ առաջացած հարցերը կլուծվեն ու ինչ ձևով։ Նախ պիտի նշեմ, որ մենք այս որոշումը ընդունել ենք, որովհետեւ մենք մեկ այլ օրենսդրական փոփոխություն ենք ունեցել, դա պաշտպան հայրենիաց ծրագիրն է, երբ ժամկետային զինծառայողները դառնում են պայմանագրային եւ 5 տարով պայմանագիր են կնքում պաշտպանության նախարարության հետ։ Մենք մինչեւ այսօր 2 տարվա ընթացքում արդեն ունենք, այս թիվը հնչեցնելու եմ, որովհետեւ թիվը չհնչեցնելը շատերի կողմից մանիպուլացվեց 4217 պայմանագրային այսօր նախկին ժամկետային զինծառայողներն են, ովքեր չեն զորացրվելու այլևս։ Լսեցիք, Ժորժ ջան, լսես շատ կարևոր է, էլի, որտեղ Պետրոս ջան դու նրանց բաներ ես անում։ Դու ես պետական գաղտնիք, ասենք զինծառայողների թիվ, թե կոնկրետ զինվորական ծրագրով ինչքան թիվ ունի 4217։ Լսեցիք, 16 չի։ Հանգարց չկլորացնես 4200 կամ 4217 Ադրբեջանի ռազմական հետախուզության հարգարժան մայոր եւ փոխգնդապետ, որ հիմա նստած լսեցիք հետ կտակ կնայեք, այդ թվերն իմացեք, այս մարդը պետական գաղտնիքները, ձեր առաջ մենք գաղտնիք չունենք, մեր բարեկամ ժողովուրդն ադրբեջանցին, ռազմական գաղտնիք էլ չկա, ամեն ինչը պիտի Ադրբեջանի համար լինի բաց եւ հրապարակային, ամեն ինչը։ Ավելին ասեմ, մենք մեկ այլ օրենսդրական նախաձեռնություն ունենք, որի արդյունքում նրանք կարող են պայմանագիրը դարձնել 7 եւ 10 տարով, այսինքն այս տղաների մի մասը իր պայմանագիրը փոխարինելու է 7 եւ 10 տարվա պայմանագրերով։ Բայց դրա թվերն էլ ասա էլի տղերքը նեղություն չքաշեն, իրանց մոտ բանակի թվականակը չի կրճատվում, պապիկյան ջան, ասենք իրանց մոտ ինչքան սպա կա, այդքան է մնում է։ Հիմա նշի որ դու թվեր ասիր իրանց մոտ ռազմական հետախուզության աշխատողների քանակը պակասեցնելու են, չէ։ Որ տղերքի գործին բան չլես, վայ չլես, սաղ թվերը նորմալ ասա, թե դու են մասնավոր հանդիպների ժամանակ, հա դա ասեք այ մարդը, դու ամեն ինչ իմանա, ումից եք գախնի պահում, ինչ կա դե գախնի պահելու Պետրոս։ Ականապատ դաշտերի քարտեզները, ռազմական բնույթի հույժ գախնի տեղի, հանը տվել են շնամ, հիմա պիտի ժամկետային կամ պայմանագրային զինծառայողների թիվ չասենք։ Այդ ինչ բանա որ չասենք։ Կիմանան էլի մեկը։ Մեծ ծրագիր կանեն Դանիել Յովաննիսյանին կասեմ, մի դիտորդական առաքելություն կանի կպրզնի կեթա էլի։ Միջադոց Ղարաբաղում 2019-20 թվականներին պատերազմից առաջ կառավարության ֆինանսավորումը միակ դիտորդական առաքելությունը ինքն է իրականացրել։ Հիշում ես Դանիելին, անցած անգամ։ Եվ սա դառնալու է մեր պրոֆեսիոնալ բանակի էական մասերից մեկը։ Այդ դեպքում քննադատներն ասում են ինչու 20-օրյա հավաքեր, հա, այդ հավաքի մասնակիցներին, եթե մենք խնդիր չունենք թվականակի, ինչու են տանում առաջնագիծ։ Շատ բարձ պատճառով, որովհետև մենք ունենք դառը փորձ նույն 44-օրյա պատերազմից, երբ մարդիկ տարիներով վարժական հավաքներ չէին անցել, չէին տիրապետում պահեստազորի իրենց տարական խնդիրներին։ Այսինքն դու որպես տարածքային կառավարման նախարար ռազմական դրության պայմաններում թե ինչ խնդիրներ պիտի լուծեիր,
քո խնդիրներին տիրապետում էիր, այն մարդիկ, ովքեր էլ գնացել են հայրենիքը պաշտպանելու, դրանք չէին տիրապետում, հա այդ խնդիրներին։ Բայց որ դու տիրապետում ես երկրում ռազմական դրություն էր, ինչ գործ ուներ դու Արցախի պաշտպանության բանակի հրամանատարաշտաբային կետում վեր ընկած։ Ինչ ֆունկցիա էր ընդեկա, քո խնդիրներին տիրապետում էիր, բա հատուկ առաջադրանք իրականացնող մարմնի ղեկավար էիր, նախարար էիր, երկրում ռազմական դրություն էր։ Դու ընդ ինչ էր անում, Տիգրան Ավինյանն ընդ ինչ էր անում, Արադ Միրզյանն ինչ էր անում, Անդրանիկ Լոլոյինը գիտենք, ինչա արե։ Հիմա վիդեոն կա, չկա, ցույց տվին, այդ գիտի է տանում, հիմա ծանր պահա Պետրոս հայրենիքի համար էլ դժվար աներձակնել այ ծանր հոգեվիճակի մեջ լավ արե։ Հայրենիքի պաշտպանության համար արեմ։ Բայց դու ինչ էիր անում ընդ։ Բայց քո խնդիրները դու գիտեիր, ասես 20 օր Պետրոս բանակը վերացնում են, փողոցից մարդ են բռնում, բիզնեսից աշխատող մարդուն տանում են 25 օրով, որպեսզի մարտական հերթապահություն անեն, որտեղ բանակը վերանում է ժամկետայիններին բանակ չեն տանում, մեկին չեն պայմանագրեր չեն կնքում, փողոցից մարդ են բռնում, տանում են մարտական հերթապահություն ասած, հիմա չոլ դաշտի մեջ տանում են 14 օր մարդկանց նստացնում են, պետությունն էլ փող չի տալի դրանց, որտեղ աշխատում է, աշխատավարձը պահպանվում է։ Հավաք են կազմակերպում, պրոֆեսիոնալ են, էլի արդեն Պետրոս։ Այսինքն, երբ ժամանակը եկավ, որ նրանք պիտի որպես պահեստազոր զորակոչվեին բանակ եւ խնդիր կատարեին, նրանք չգիտեին իրենց արժեվ դրված խնդիրները, վայրը, իրենց հրամանատարներին եւ այլն։ Մենք հիմա փոխել ենք այս ձևը եւ ձևավորել ենք տարածքային պաշտպանության զորքեր, որտեղ սկսած Վաշտի հրամանատարից մինչև բրիգադի հրամանատար գործող պաշտոնյաներ են։ Վարժական հավաքի քաղաքացիները երբ գալիս են զորակոչվում են 25-օրյա հավաքների, նրանք ճանաչում են իրենց հրամկազմին, հրամկազմն էլ իր հերթին իմանում է յուրաքանչյուր հաստիքի վրա գոյություն ունեցող պահեստազորին։ Անկապ դուսա տալի, ասեմ քեզ Պետրոս, ոչ մեկին ոչ այդ վարժական հավաքների իրական նպատակն է, որ ասենք մարդ եթե հրետանավոր է, այդ հիմա վարժական հավաքների թարմացնում է իր գիտելիքները, որ պատերազմի ժամանակ ինքը կանչվի բանակ որպես հրետանավոր։ Բայց սրանք սա խառնել են իրար, 10 օր տանում են զորամասում նախապատրաստություն, մի քիչ մի երկու օր անցկացնում են 14 օր մարտական հերթապահություն, ձերի, որ պետությունը փող չծախսի։ Այդքան բան։ Դուսա տալի մնացածը։ Քանի որ խոսեցինք վարժական հավաքներից, ընդհանրապես ինչպես են ընթանում վարժական հավաքները, մի շարք օրենսդրական փոփոխություններ տեղի ունեցան, ինչ արդյունքներ կան, արդյոք հարթ է ընթանում պահեստազորայինների ներգրավումը եւ ընդհանրապես համակարգ է այդ հեռախոսով ոնց որ երկրորդ համաշխարհային ժամանակ որ զանգում ասում էին արի քեզ բանակ են տանում, էլի է ձևա թե փոխվել է։ Պետրոս երկրորդ համաշխարհային ժամանակ քեզ տենց են կանչե բանակ, հա։ Հեռախոսով զանգել են քեզ, ասել են երկրորդ համաշխարհային պատերազմը։ Դու ի՞նչ գիտես երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչը ոնց են արել, որ տենց պատմում ես։ Հիմա այտենց չի Պետրոս ջան, երկրորդ համաշխարհ։ Հիմա գիտես ոնց են վարժական հավաքներին տանում։ Ընդդիմությունը երբ որ մի հատ հանրահավաք է կազմակերպում, Դանիել Լեոնիսյանը իր դրոնը ունի, ոստիկանությունը իր դրոններ ունի։ Այդ դրոններով հերթով սաղին նկարում են, տեսանյութերը ուղարկում են ոստիկանության բաժիններ, նույնականացնում են, ասում են, էսի ձեր, ասենք եթե ուղարկում են ենթադրենք Եղեգնաձորի բաժին, ասում են, հենց մատ նայեք տեսեք այդ հանրահավաքի մեջ Եղեգնաձորցիով կա։ Նայում են ոստիկանության աշխատողին ճանաչ։ Նույնականացնում են, հետո այդ ցուցակները տալիս են Անդրանիկ Քոչարյանին։ Անդրանիկ Քոչարյանն էլ ասում է, լսել ես, ասում է, որ պիտի այդ ընդդիմության հանրահավաքի մասնակիցներին տանել հավաքների։ Միանգամից այդ ցուցակները կազմում են, ով որ գնացել է ընդդիմության հանրահավաքի, ցուցակները տալիս են տարածքային զինկոմիսարիատներին, տարածքային զինկոմիսարիատները տանում են հավաքներ։ Այդ վարժական հավաքները դա ընդդիմության սուրբ գործն է։ Եթե ընդդիմադիր ես, անպայման պետք է հավաքների մաս։ Եթե ԿՊՀ-ական ես, չէ։ Այսին մեթոդը փոխվել է։ Երկրորդ համաշխարհային վաղ տեսել չէ, ընդդիմություն չկար։ Հիմա շատ մեխանիզմը շատ լավ աշխատում։ Հանրահավաք դրոնը նկարում ես, ցույցակները տալիս ես, տանում են բանակ։ Էական փոփոխություններ են կատարվել, եթե մենք մեկնարկին, երբ արժական հավաքները դարձրինք 25-օրյա հավաքագրման խնդիրներ էինք ունենում, այսօր արդեն մենք կարողանում ենք ըստ էության 100%-անոց արդյունք ապահովել։ 100%-անոց։ Այո։ 100% այդ ցավը տանում են դե պրոմո չի կարելի, ասեք բանդիմադիր գործիչը հələ օրենքն էլ ընդունել են քրեականացրել, այսինքն
վարժական հավաքի ծանուցումը չեկավ, քեզ բռնելու են տանեն դատեր։ Էլ 100-ը ո՞րն է։ Մի 200 խփեք Toyota-ից ավը տանեն մարա։ Հələ այնքան ընդդիմադիր կա։ Սա երկիր ընդդիմություն է, էլի սուր։ Դուք մնացել եք իշքան 200 գլուխ բան են մնացել սրանք։ Մնացած սա ընդդիմություն են։ Մենակ ասենք են ով կա այն ով էլ որ գնացել են հովանավանակ, դրանք սա կնիկ մենակ են թալնի քաղաքապետը որ բերել էր։ Դրանք է բանակի ապրանք չեն։ Մնացածը սա ընդդիմություն է։ 100-ը որն է քշեք 200 Toyota, սաղը Toyota-ն, բա ոնց, բա չէ, ուզում են հայրենիքը պաշտպանեն։ Դե գային եք դե պաշտպան, դե պաշտպանի Աբեջան ինչը կարող է Սուրեն Պապիկյանը պետք է պաշտպանի։ Կամ այն Էդվարդ ինչ երենի, Ասերյանը, Ղարաբաղցի է, պետք։ 44-օրյա պատերազմի ժամանակ մենք կներեք տեսանք թե ինչ բարդակ էր այդ ոլորտում։ Հիմա կանոնակարգված ամեն ինչ։ Պետրոս Այդ ինչեր էս է խոսում արա, ոնց թե 44 օրյա պատերազմի ժամանակ բարդակ կայել է, Պապիկյան, անաբա դու տարածքային կառավարման նախարար ես, ի՞նչ բարդակ եք սարքի, արա Պետրոսը մինչև հիմա տակից դուրս չի գալի։ Արա Պետրոս դու չես ջոկի, որ այս երկրում 18 թվից ես կողմ, ոչ միայն պատերազմի ժամանակ, ամեն օր է բարդակ է, ամեն օր։ Բարդակ չեր դու ստե հանրային հեռուստաընկերությունում ինչ գործ ունեիր։ Այդ սա այդ բարդակի հետևանքներն է, էլի։ Ամբողջ երկիրն է բարդակ։ 44 օրյա պատերազմի ժամանակ ասում է բարդակ էր։ Դու գնացել ես բարդել էր աշխատացնում արա Ղարաբաղում։ Ամեն ինչ անում ենք որտեղ, երբ, ինչպես։ Այո, դա կանոնակարգված է։ Մենք հիմա խնդիրներ ունենք, որպեսզի այդ ամեն ինչը ավելի հարմարավետ դառնա, ու մարդիկ դրանից ավելի շատ հաճույք ստանան ու նաև փորձառություն։ Խելոք բան ասում Պետրոս ասում է պետք է 25 օրյա հավաքի գնացողները հավաքի ընթացքում հաճույք ստանան։ Գրի, այդ լավ ծրագիր եմ առաջարկում։ Ուրեմն կանչում ես մոտդ Էռատո կամավորական ջոկատի հրամանատարին։ Փողին չնայեք։ Հաճույքի համար արում։ Պայմանագրայինների թիվը ավելացում եք կանայք բանակում։ Ցես մի հատ օրենք եք, չէ՞, ընդունեն, ընդամենը 2 հոգի է գնացել բանակ։ Հիմա Էռատո ջոկատը թիվը ընդլայնվում է։ Մեծացնում եք Էռատո ջոկատը, լիքը բերում լցնում եք ընդ այն Էռատո կանանց։ Հենց է ջոկատում։ Հրամանատարին որ ասես ինքը մեթոդները գիտի, սաղին էլ համարյա ճանաչում է դրանց։ Հավաքեն բերեն Էռատո ջոկատ, ուրեմն 25 օրյա հավաքի մասնակիցներին ամեն ջոկատի մեջ մի հատ Էռատո դնում եք, որpիսի այդ հավաքի մասնակիցները այդ 10 օրը թող նախապատրաստում, այն 14 մարտական հերթապահության ընթացքում որ հաճույք ստանան։ Եղավ, այսինքն ամեն մի ջոկատին մի հատ Էռատո։ Ստեղծես մի հատ ջոկատ, նորից մի հատ Էռատո մեջ դնում։ Ջոկատ Էռատոն դնում եք մեջ, որpիսի հաճույք ստանան այդ մարդիկ։ Եղավ։ Ով կլի դրանց կոմանդիրը քո կարծիքով Պետրոս։ Այ։ Պատգամավորը թող մնա աշխատի, ուրեմն որ իր արածը քիչ է։ Էմիսներն էլ, չէ, պատգամավորները թող մնան։ Դու հրամանատարին կանչի, ինքը այդ գործը կազմակերպի։ Պապիկյան ջան։ Հարևան եք, չէ՞, նույն տեղն եք ապրում։ Իրիկունը վանանեք, պայմանավորեք ինքը կազմակերպի։ Շատ լավ, պարոն նախարար, անդրադառնանք մեկ այլ խնդրի բյուջեի կրճատման մասին։ Չնայած Ադրբեջանն էլ հայտարարեց, որ 5 տարով այս դիմացի տարիներին կրճատելու է, բայց մեր ընդդիմությունը ահազանգում է, որ ոնց ենք մենք պրոֆեսիոնալ բանակ, ժամանակակից սպառազինություն, տեխնիկա եւ այլն ունենալու, եթե կրճատում ենք բյուջեն եւ Ադրբեջանն էլ գիտենք, որ ամենաբարեկամ պետությունը չի եւ դեռ երկար ժամանակ չի մնալու։ Ոնց, արա ինչ ես խոսում Պետրոս։ Այսինքն ոնց Ադրբեջանը մեզ բարեկամ երկիր չի երկար։ Հələ Ադրբեջանից բարեկամ երկիր կա այսօր աշխարհում մեր համար։ Պապիկյան ջան, արա, էսի լրիվ համահանել է, լուրջ եմ ասում։ Էսի լրիվ պատերազմի ժամանակ բարդակ ա եղել, հիմա Ադրբեջանը բարեկամ չի։ Այդ բան ես անում, հա, քզնում ես, որ հանկարծ գալուց քեզ ոչի բան չանեն։ Բարեկամ երկիր է։ Պարոն Ղազարյան, ես նախ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ այս աղյուսակին։ Սա վերջին տարիներին մեր ռազմական պաշտպանության ոլորտի ծախսերի նկարագիրն է։ Այստեղ դուք կտեսնեք, թե ինչ դինամիկա կա, եւ ես կբացատրեմ, որտեղ ինչ է տեղի ունեցել եւ որը ինչի պատճառով է։ Նախ ուզում եմ ուշադրություն դարձնենք 18 թվականին։ 245 միլիարդ։
245 միլիարդ դրամ, բայց որպեսզի պատկերացումը նաև լինի արտարժույթով, դա կազմում է 640 միլիոն դոլար։ Ու եկեք ընթացիկ բյուջեին անդրադառնանք 25 թվականի պաշտպանական ծախսերը միլիարդ 740 կազմել են 667 միլիարդ, որը կազմում է 1 միլիարդ 741 միլիոն 604 հազար դոլար, ներողություն։ Դրանց համար միլիոն, միլիարդ, դրամ, դոլար, մեկը հավայի խոսում են, էլի։ Դնում ես չէ ինչ ուտել են ուտում Պետրոս։ Դնում ես չէ, ասենք թե այն ժամանակ ասма 18 թվին ընդամենը 600 միլիոն դոլար էր, բայց երկիրը խաղաղ էր, բանակը գոյություն ուներ կար։ Հիմա 25 թիվն է, 1 միլիարդից ավել արդեն բանակի վրա իբր փող է ծախսվում, բայց երկիրը անվտանգ չի, ով որտից ուզում է հասնում է, երկրից տանում է, բայց չեն ասում, բայց ծախսերի իմաստը ո՞րն է։ Ծախսերի իմաստը այնա, որ երկիրը լինի պաշտպանված։ Եթե դու ծախսը կատարում ես, բայց երկիրը պաշտպանված չի, ուրեմն այդ փողը ինչ են անում Պետրոս։ Նա իր մռութից երևում է փողն ինչ են անում։ Դա էլ մռութից է երևում։ Բա որ դու դա սրասեփականության վկայականները նայես, երազ բնակելի թաղամասում բնակարանը առանձին, բյուրեղ բնակելի թաղամասում բնակարանը առանձին, հարստությունները սա առանձին ինքն էլ կառավարական ամառանոցում ապրում է, բայց գիտես այդ փողերը բանը, հա, երկնքից է թափում, բյուջեից չի թափում։ Այսինքն ռազմական ծախսերը, պաշտպանության ոլորտի ծախսերը ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։ Սա ուղղակի իգիտություն քննադատների, իգիտություն քննադատների ասեմ Պետրոս ջան, որ ռազմական ծախսերը բյուջեում նախատեսելը դա դեռ չի նշանակում, որ այդ ռազմական ծախսերը կատարվում են։ Պաշտպանության նախարարությունը ունի բյուջեի կատարման ցածր կատարողական, հատկապես սպառազինությունների ձեռքբերման գծով։ Այսինքն բյուջեին փողը նախատեսում են, ցույց են տալի որպես ռազմական ծախս պիտի իրականացնեն, բայց փաստացի կատարողական չկա։ Աշխատավարձները ստանում են, կոմունալ ծախսերը վճարում են, դիզվառելիքը բանը առնում են, դե Պետրոսն էս մարդուց են առնում, որ չեն կարա էլի չնախատեսեն այդ ծախսը։ Հեչ որ չի ասենք ավտոն խոտ կտան, թորեմ տանկը խոտ կտան, կայնաստեղը թող աշխատի, բայց չէ, բայց պիտի առնեն Պետրոս, գիտես չէ՞ ումից են առնում, իշ գռ դիզվառելիք, իշ գռ։ Իզում ուրիշ բան է։ Դու սա խառնում ես իրար։ Իրան գիտեն ինչ են անում Պետրոսը, բա որը գումարը ավելացրել են, ծախսում են, բայց գիտես հետո միջոցով են ծախսում, ինչ են անում, հետո ոնց է ալնում, որ մեկ էլ հանկարծ մի հատ բանկ կա, որ այդ բանկը սկսում է ՔՊ-ականներին վարկեր տալ, այդ վարկերով դրանք հետո են տուն են առնում, հետո ցույց են տալի մտում հիպոթեկ, բայց հետո իրանց փողերը իրանց ոչ մեկ կարող է չի ուզում։ Մեխանիզմը աշխատում է Պետրոս ջան, թվերն էլ աշկի տառը դրած նայում ենք, տենում ենք, էլ ինչ թվերի հետ մարդիկ գործ ունեն։ Դասատուեր է, աշխատավարձ իր հորը ստանար կուրախանար։ 90,000 դե կստանային է վաղ 90,000 դրամ պապիկյան ջան դու։ Կտային, քվանդում էլ է, չէ՞, դա անդեր ինչ բարձր կտային, հա։ Հիմա վերադառնանք մեր առօրյա բնականոն հարցերին։ Ուրեմն այստեղ երևում է դինամիկան, որը բնական դինամիկա է պետության հնարավորություններին համընթաց։ Հիմա վերադառնանք 22 թվական, երբ մենք որոշում ենք ընդունել, որ պիտի մեր բանակի որակը փոխենք, պիտի բանակը դարձնենք պրոֆեսիոնալ, բարեփոխումների մեկնարկն է տրվել 22 թվականի աշնանը։ Եվ բնականաբար ընդունվել է նոր բյուջեն, եւ այստեղ տեսնում եք էական տարբերություն 22 եւ 23 թվականների միջև։ Սա այս որոշման արդյունքն է։ Նաեւ մեր տարածաշրջանի իրավիճակը հաշվի առնելով 23, 24, 25 թվականներին տեղի է ունեցել բյուջեի աճ։ Նկատեցիր էլ Պետրոս այդ բյուջեի 22 թվից հետո ծախսերը որ ավելացրել են, երկրի պաշտպանությունը ավելացել է, որ 22 թվին ջերմուկի վրա հարձակում ա եղել։ Շատ լավ պաշտպանին։ Անդե թերություն չի եղել։ Դրանից հետո պաշտպանական ծախսերը ավելացրեցին, Արցախը հայտնվեց շրջափակման մեջ։ Ամբողջ այդ 23 թվականի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը լուծարվեց, որը զինված ուժերի ամենամեծ ստորաբաժանումն էր,
լուծարվեց, բայց ծախսերը ավելացավ, բանակի ամենամեծ ստորաբաժանումը լուծարվեց, բայց բանակի վրա կատարվող ծախսերը ավելացավ, մտածես կերեն, էլի քո խասյաթին են սա 24 թվին բանակի վրա ծախսերը ավելացավ, բայց տաուշը հանձնին Ադրբեջանի, որովհետև ծախսը էլի Պետրոս, բա սա մեր, ասենք, ականազերծողը մտնում է, ականները հանում են, տանում են, պայթեցնում են, որ ադրբեջանցիները լսեն, որ պայթեց, բան, հետո այդ հանձնաժողովը ՊՊՆ-ի աշխատող էր, գնում է, չափ ու ձև են անում, սաղ ծախսա, բայց երկիրը գիտես ձրի են հանձնում, հա Պետրոս, հենց են ձրի վերցնում են, ոչ, մեր բյուջեից փող է ծախսվում այդ տարածքները Ադրբեջանին հանձնելու համար 25 թվին մեղրի են հանձնես մարդիկ, մեղրի ես ասում, այսքան տարի ոչ մեկը չկարած անձնի, ոչ մեկ չկարած անձնես մարդիկ, սա փող է, որը ենթադրում է, որ մենք մեր ապագայի ծախսերը, պլանավորած ծախսերը, մոտեցրել ենք, արագացրել ենք, սա ավելի շատ տեսանելի է 25 և 26 թվականների տարբերության միջև, այսինքն հաշվի առնելով մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերները, մենք որոշում ենք ընդունել Այդտենց ինքը չի հասկանա, Պապիկյան ջան, տեսել ինչ էր ասում, արա հիմարություններ արա, եկա մարդ է էլ արա։ Ասում եմ մենք այն հաջորդ տարիների ծախսերը հիմա ենք անում։ Այդ ասենք որ դու հասկանաս Պետրոս ջան, ասենք օրինակ դու երեք մի հատ քյաբաբ ես կերել, չէ՞։ Լավ, ասենք բրտուճ ես կերել։ Կարապետիչը ոնց էր ասում, երկու թշով, բրտուճ եմ։ Հիմա մի հատ էլ այսօր պիտի, ասենք երեկվանին որ կերել ես, դրա փողը տվել ես, ասենք 1000 դրամ, 200 դրամի կոլ։ Հիմա մի հատ էլ այսօր ես կերել, ճիշտ է։ Հիմա որպեսզի դու վաղը էլ չուտես բրտուճդ, այսօր մի հատ էլ ես ուտում։ Պարզա, արագացնում ես ծախսերը։ Հիմա վաղը, ասենք մի հատ երեք ես կերել, մի հատ այսօր մի հատ վաղը, վաղվանինը այսօր ես ուտում։ Ու վաղվա վրա էլ բրտուճի ծախս չես անում, ծախսերդ նվազեց, որովհետև դու ծախսերը այդ ասում եմ, հասկացար, այդ բրտուճով բան որ ասիմ հասկացար, դες կհասկանաս դու, թե լավ, մի հատ բրտուճ ուտում ես, հետո մի հատ էլ ես ուտում, հետո մի հատ 20 հատ, հասկացար, այդ ասում։ Հիմա մյուս ծրագրերին ինչ արդյունքներ են տալիս ատեստավորումը, պաշտպան հայրենաց ծրագիրը, ռազմական կրթության ուղղությամբ, խնդրեմ մեկնաբանեք։ Պետրոս, բայց լուրջ եմ ասում, այդ ծուլության հարցում, այդ ինչ սկզբունքային համառություն ես դուր, արա միլիոններով փող ես տանում, քու գործը ընդամենը օրվա մեջ մի հատ 25 րոպեանոց հարցազրույց վարելն է, ճիշտ է, դու ուրիշ բան Հմեկում, հələ մատ ասա իմանամ, դու ուրիշ գործ անում ես, էնել քեզ են աղջիկերքը օգնում են, հարցերը գրում տալիս են, եսի քանի մարտա հետը տա, դու ընդամենը պիտի մի հոգու հետ 25 րոպեանոց հարցազրույցան, արա մի հատ կարդը, էլի, պնեի խոսնակը հարցերը ոնց գրե տվել է, առանց աշկդ կտրելու կարդում ես, արա նոր պաշտպան հայրենիացի մասին արդեն խոսել է սկզբից, այն թիվը որ հրապարակեց Են զինծառայ դրան էր վերաբերում։ Արա դու չես հասկանում, քեզ թղթերի վրա ոնց գրե տվել են, այդպես կարդում ես։ Արա լավ էլի Պետրոս, արա դու խայտարակ ես անում ես աղես, արա մի քիչ ամոթ է, միլիոններ ես տանում։ Պաշտպան հայրենիաց ծրագրին ես արդեն անդրադարձա, նշեցի, որ արդեն 4217 զինծառայող որոշում է ընդունել դառնալ մեր շահառուն եւ երկարաժամկետ իր կյանքը կապել բանակի հետ։ Սա իրապես շատ մեծ թիվ է եւ կարծում եմ մեր ընդդիմադիր գործընկերները սա կգնահատեն։ Բնականաբար սրանք փոխկապակցված են ատեստավորման հետ այս հարցերը, որովհետեւ սա ենթադրում է, որ նույն զինծառայողը երբ պայմանագիր է կնքում, ինքը հնարավորություն է ստանում ատեստավորվել եւ ստանալ 205-ից մինչեւ 470,000 դրամ հավելյալ աշխատավարձ։ Սա էական բարելավում է։ Հələ մատ կայնի։ Այդ ատեստավորում գիտես ինչա Պետրոս։ Ուրեմն ոչ մի ծառայողի իր ծառայողական ֆունկցիաների հետ կապ չունի։ Վերցնում են գնդի հրամանատար, գումարտակի հրամանատար, կորպուսի հրամանատարի տեղակալ, եկա մարդկանց գնդապետերի, գեներալ էլ եղել մեջ, Բուդաղյանար, ամոթել։ Տանում կախում տուրնիկից, ասենք այն իր 200 կիլոյանոց քաշով, փորով, տուրնիկի վրա ինչ պիտի անի։ Հանում վազացն ինքն էլ կայնում է
այս շտաբի պետի հետ նայում են այդ շունչները կտրված ոնց են դրանք վազում, գալի ավտոմատիկ, թե ասա գնդապետը, ինչ կապ ունի տուրնիկի հետ, վազելու հետ, նա եթե պատերազմի խնդիրը պիտի իր հրամանատարաշտաբային կետում նստած, իր առաջադրանքը ուրիշ է, իր ատեստավորման թեման տանեմ սրանց վազացում են, ասում են եկեք Պապիկյանի առաջ վազեք, տուրնիկից կախվեք, որ մենք ձեզ 400,000 դրամ։ Պատկերացրեք, իս նվաստա, դա կոչվում է ատեստացիա, ինքնակրթում նաև։ Կարծում եմ, որ դա արդեն անդրադարձել է մեր զինծառայողների սոցիալական իրավիճակի վրա, նրանց կյանքի որակի վրա։ Սուրոջ ջան, մեր Պետրոսն էլ է ուզում ատեստավորվի։ Իհարկե ինքը բան չի անում, չի կարա տուրնիկից կախվի, էլի, որովհետև տուրնիկը ջարդվի։ Բայց ինքը ուրիշ ձև է ինքնակրթվում զարգանում էլի ինքը էթում է բան մարզասրա պարկում է տապչային մի հատ սրբիչա գցում վրան ու Պետրոս ասեմ քեզ ինչ արա որ դու ինքնակրթվես հերրախոսդ միացնում ես Ղազարյան versus Ղազարյան թողար որն էլ նայես կլինի իհարկե ես գիտեմ դու սաղել նայում ես դնում ես ու Էդի կլինի ինքնակրթման մի հատ շատ լավ հնարավորություն։ Պապիկյան ջան, հենց ինքնակրթվի գա, խնդրում եմ մի 400,000 լիրան էլի բարձած։ Տուրնիկ իրան պետք չի, հանկարծ չկախվի։ Տուրնիկն է կջարդվի, իրանը մի բան կպատահի։ Ինչ վերաբերում է ռազմական կրթությանը, սա այն ուղղություններից է, որտեղ նույնպես մենք էական փոփոխություններ ենք արել եւ մեծ ներդրումներ Գիտենք, Պապիկյան ջան, դա կարա շասես ռազմական կրթության ոլորտում բարեփոխումները գիտենք, որ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը փակել եք։ Լավ է կարել ուսումնական հասարակական Պետրոսի կնիկը դրա պրոֆեսորն է այդ համասարան փակելու չեմպիոնն է։ Պետք է լինի ասեք Վազգեն Սարգսյանը կտա կփակի։ Բանը Արծրունին եք ռազմական կրթության ոլորտում շատ մեծ ձեռքբերում էր։ Տարան այնտեղ Արծրուն Հովանեսյանին բանին այն քիշես Ստալինինգրադի ճակատամարտին որ թուրքերի ծրագրերը բաները սա բացահայտել դե դեկանա նշանակվի դա էլ մեծ ձեռքբերում էր էլ ինչ բաները էլի դիմորդների քանակն է հա պակաս է ռազմական կրթական անգազ մարզպետաներով բաներով մարդ են սորոբուզում հավաքեն տանեն չի ստացվում կան ամեն տեղը ձեռքբերումներ այն առաջվա բարդակը չի է Պետրոս քո իմացած են որ ասում են բարդակը չէ հիմա սաղ կանոնակարգված է սաղ Կուզեմ քանի որ այլ հարցերի մասին մենք նախկինում խոսել ենք նույն Վազգեն Սարգսյանի ակադեմիայի վերաբերյալ Մոնթե Մելքոնյանի վարժարանի վերաբերյալ ես կուզեմ հիմա ակցենտը դնենք կրթաթոշակների վրա օրինակ 18 թվականին կրթաթոշակը կազմել է 5300-ից 13100 դրամ Իսկ գերազանցիկները եւս 10,000 դրամ հավելյալ կրթաթոշակ են ստացել 2025 թվականին կա բազային կրթաթոշակ օրինակ առաջին կուրսի բազային կրթաթոշակը 15,000 դրամ է բայց ըստ առաջադիմության բավարար լավ եւ գերազանց նրանց կրթաթոշակը կարող է բազմապատկվել 3-ով 4-ով եւ 5-ով Սպասի, մի րոպե, Պապիկյան ջան, սես Պետրոս կխառն իրար։ Արի այնպես բացատրենք, որ մեր Պետրոսը հասկանա, ինքը մի դժվար է հասկանում, քո պես է էլի, դժվար է հասկանում։ Պետրոս ջան, ուրեմն լսի։ Քո մի տարվա աշխատավարձը ըստ գույքի եկամուտների հայտարարագրի կազմում է։ Ուշադիր լսեք, ժողովուրդ ջան, դուք էլ լսեք, որ իմանաք մենք ում հետ գործ ունենք։ Դրել եք Պետրոս, բան ձեռեք առնում, լսեք։ Պետրոսի մի տարվա աշխատավարձն է, ըստ իր հայտարարագրի, ծրար մրարը դες բաներ չեմ ասում, 44 միլիոն 904 հազար 158 դրամ, միայն հանրային հեռուստաընկերությունից։ Իր կնոջ Ժաննա Անդրեասյանի մի տարվա աշխատավարձն է 21 միլիոն 451 հազար 475 դրամ։ Երկուսը միասին մարդու կնիկ, Պապիկյան ջան, սրանք ստանում են 66 միլիոն 355 հազար 633 դրամ։ Սա ամսական կազմում է 5 միլիոն 529 հազար 636 Ես ուզում եմ անամ Հայաստանում բիզնեսով զբաղվող մարդիկ, որ խանութ ունեն, ինչ-որ արհեստանոց ունեն, ինչ-որ մի ծառայություն են մատուցում, ամսական իրանք, էսի լա հարկերը վճարելուց հետո է, հայտարարում հարկերը վճարելուց հետո են գրում, ամսական 5 միլիոն 529 հազար 636 դրամ կամ 14 հազար 551 դոլար, հիմիկվա կուրսով,
Ուրեմն դա հավասար է Պետրոս քո ստացած ծեր ընտանիքի փողը մի ամսվա հավասար է 73 կուրսանտի թոշակի։ Արա դու 73 մարդու փող ես ուտում, ամիս հասկանում ես, արա դու 73 մարդ եք կուտես։ Բայց դու 73 մարդու փող ես ուտում։ 75 գերազանց սովորող կուրսանտի, իսկ մարդը կուրսանտ է, գնում է գերազանց սովորում է, ու եթե 75 հոգի լինեն, դրա 75-ի փողը հավասար է Պետրոսի փողին։ Արդարա։ Հալալա Պապիկյան ջան, այս ձեր ռեֆորմը արդար ռեֆորմա։ Արդյունքում առաջին կուրսի առաջադիմության, գերազանց առաջադիմության ուսանողը կարող է ստանալ կուրսանտը 75000 դրամ։ Ու այսպես շարունակ, երկրորդ կուրսի գերազանցը կարող է ստանալ 100,000 դրամ, երրորդինը 125, չորրորդ կուրսինը 150,000 դրամ եւ 5-րդ կուրսինը 175,000 դրամ աշխատավարձ։ Ներողություն, այո, նման է աշխատավարձի, բայց կրթաթոշակ։ Իր աշխատավարձի նման է, էլի Պետրոս։ Պապիկյանի աշխատավարձն էլ է մոտարապես այդքան է, էլի նման է։ Պապիկյանն ուղղակի մի քիչ ուրիշ աշխատավարձ է։ Պապիկյանը ստացել է ոչ թե 175,000 է ստանում, այլ 1,766,000 դրամ ամսական է ստանում։ Դա տարեկան անում է 21,195,175 դրամ։ Իհարկե չի խանգարվում, որ իր կինն էլ տարածքային զարգացման հիմնադրամում, որ համաշխարհային բանկից վարկեր են վերցնում, մանկապարտեզ բան են սարքում Նիկոլն է թմա կնգաթեթ մտնում են զուգարանները։ Անդե աշխատում 5,458,000 էլ Պապիկյանի կնիկն է ստանում, ապրինքը, այդքանի հետ միասին պետությունից հələ փողը հետ ստանում 1,742,000 դրամ։ Մի հատ է Գյորգի Դիմիտրի Սագարձը 7,100,000 դրամ էլ ինչ-որ բան է վարձակալ է դե մեր պաշտպանության նախարարը գիտես գույքը լավ է կառա վարձով է տվե մի հատ վերացի 7,142,000 էլ փող է տալի մեր աղբ Այդ իհարկե չի խանգարել Պետրոս ինքը գյուղատնտեսությունից կլոր 1 միլիոն դրամ էլ փող ունի գյուղատնտեսությունից աղբեր։ Այս մարդը այդպես պիտի պաշտպանության նախարարը պիտի նաև գյուղատնտեսության զբաղվի։ Ասեն հիմա ինչ արել, գնաց է երևի շլոր մելոր աճացրե, չգիտեմ, բադրջան, մադրջան, չէ, բիբար, ինչ ես արել, բաղճա ունեք, չէ, երևի Պապիկյան ջան, բա կլոր ասեք ոչ թե 960,000, այլ 1 միլիոն դրամի էլ գյուղատնտեսությունից եկամուտ ստացել այս մարդը։ Հիմա 175,000-ն էլ զինվորի աշխատավարձ, համարի աշխատավարձ էլի Պետրոս իր ստացածի Չափսերանց տունը Պետրոս, իրանք հայտարարել են կանխիկ դրամ 1 միլիոն դրամ, $20,000, 10,000 եվրո։ Կնոջ հայտարարած կանխիկը 2,000 եվրո, 2,700,000։ Հələ մտ դու ասում ես բանը, Արագածոտնի թեմի առաջնորդի տնից ես հանել եմ $3,000 էր ընդամենել է Պետրոս։ $3,000 երևում է որ հաշվում ես։ Հələ մտ պատկերացրու այդ Պապիկյանից տուն օբիսկ անեն, հանեն շարեն ախպեր 1 միլիոն դրամ ստե, $20,000 ստե, ընդ 3,000 ստե, $20,000 ստե 10,000 եվրոն ստե կնգա փողերը 2,000 եվրոն ասես հատիկ ասես շարեն 2,000 2 պաշկան 2,700,000 դրամ ասես էլ է պատկերացրու 20,000 դրամանոցներով ինչքան անում 2 պաշկայից ասես սիրուն ասես շարեն ինչ սիրուն քրեական գործ կլինի չէ ինչ կադրեր կլինեն հələ բայց ուղղակի չգիտես որ տունը մտե սրանք շատ տներ ունեն Էդի մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը չէ որ մեծ սոված կիսա սոված դասատու էր հիմա ասենք այդան էմի տունը ստուգենք ասեն չէ իրանք ստե չեն ապրում իրանք հիմա դաչայում են ապրում բա որ դաչայում են ապրում ընդեն չեն տուն առը բան չեմ դե տուն առ ընդեն չեն տուն բայց ոչ մեկ չի կողմնորոշում Ինչ վերաբերում է մյուս կրթական հաստատությանը դա Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանն է Սրա մասով մենք համագործակցել ենք ԿԳՄՍ նախարարության հետ այստեղ նույնպես ունենք էական փոփոխություններ մասնավորապես կրթաթոշակի մասով մինչև 18 թվականը կրթաթոշակ Մոնթե Մելքոնյանում չեն ստացել իսկ հիմա վարժարանի բոլոր սաները ստանում են 15,000 դրամ միջին առաջադիմության կուրսանտները 30,000 դրամ գերազանց առաջադիմության կուրսանտները 45,000 դրամ կրթաթոշակ Նորմալ է համագործակցել ենք ընկած հետ Պետրոս ու ձեր ընտանիքի եկամուտներով հնարավոր է պահել Մոնթե Մելքոնյան վարժանի 368 կուրսանտ
Հասկացա 368 հանրավակ է։ Եթե Մոնտեմերքոնյանը այդքան ուսանող երևի չկա էլ ինչքան որ դուք եկամուտ եք ստանում դրանց թոշակի չափով։ 360 ուսանող կա Մոնտեմերքոնյանում, պարոն Պապիկյան։ Որի հազվել է լի։ Բամ։ Ամենակարևոր հարցերից մեկը ինչպիսին է ներկայումս զինված ուժերի զինտեխնիկայի մատակարարման գործընթացը։ Սպառազինության դիվերսիֆիկացիան հաջող է ընթանում թե ոչ։ Նախկինում մենք բաց աղբյուրներից տեսնում ենք, որ մեր ռազմական խոշոր մատակարարը Ռուսաստանի Դաշնությունն էր, հիմա որքանով է կազմում Ռուսաստանից գնվող զենքի տոկոսի շեմը տարեկան կտրվածքով եւ ինչպես ենք դիվերսիֆիկացրել։ Պարոն Ղազարյան, ուրեմն երբ ես 22 թվականի մասին խոսեցի, 22-ը այն սկիզբն է, երբ մենք որոշում ենք ընդունել դիվերսիֆիկացնել նաեւ հարաբերությունները պաշտպանական ոլորտում։ Խոսքը վերաբերում է եւ բուն հարաբերություններին եւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնմանը։ 22 թիվը Պետրոս ջան, որ դու հիշես, նաև այդ ջերմուկի վրա հարձակման տարեթիվն է, էլի։ Այդ ջան, որ իրանք դիվերսիֆիկացին, սա ընկավ տեղը։ Ու ջերմուկի վրա արդեն ադրբեջանական գրող հարձակում եղավ։ Դա մենակ ընդ ջերմուկը չէր, ընդ Վարդոնիչն էր իր գյուղերով, Գորիսն էր իր գյուղերով, Սիսյանի գյուղերի վրա հարձակում լավ անցավ այդ բան։ Ինքն էլ այն ժամանակվա պաշտպանության նախարարն էր։ Ու իր խնդիրը փայլուն լուծեց։ Այդ դիվերսիֆիկացիայի արդյունքներ։ Ուրիշ խնդիրը ուրիշ լուծում էլ ունի, թե մենակ դիվերսիֆիկացիան է։ Դուք կհիշեք, կար մի փուլ, երբ մենք խոսում էինք, որ ունենք գնված ապրանքներ, որոնք ժամանակին չեն հասնում, չկան մատակարար այլ երկրներ եւ այլն, մենք այդպիսի փուլ ենք անցել, բայց այդ փուլը պատվով հաղթահարել ենք եւ այսօր Հայաստանի Հանրապետությունը նման խնդիր չունի։ Չունենք այդպես խնդիր։ Նման խնդիր չունենք։ Չէ, Պետրոս ջան, խնդիրը լուծվել է, հիմա այս զինտեխնիկա չեն առնում։ Այդ խնդիրը լուծվել է անենց, որ արդեն չեն առնում։ Այն ժամանակ ասենք մտածում են ստեից առնեն, ընդեից առնեն, Ռուսաստանից առնեն, դե հապկի անդամա պիտի ներքին գներով առնեն, ինչի առնեն, մնան հապկի անդամ, մենա պիտի հապկից դուրս գան։ Հապկից դուրս գան ուրիշ երկրների, եվրոպական երկրներ Հայաստանին զենք չեն ծախում, որովհետև ԵԱՀԿ-ի կարգավորումներ կար, պատերազմող երկրներին պիտի հարձակողական զենք չծախ սահմանափակումների տակ են։ Ուրիշ երկրներն դրանք սաղ Ադրբեջանի դաշնակիցներն են բանդը ու այդ խնդիրը լուծվա վեր հիմա քանի որ իրանք զենք չեն առնում զինտեխնիկա չեն շեշտը դրել են զրահապատ մեքենաներ օրինակ Նիկոլ Փաշինյանի համար են առել $2 միլիոն զրահապատ 2 հատ Mercedes 2 հատ Lexus են առնել այդ իր պետական պահպանության համար են առել Ալենի համար զրահապատ չի պիտի զրահապատը այդ տարեք զրահապատը եկելի Պապիկյան ջան անհանգիստ ենք այդ մեր Ալենի համար Էդի շատ մուխանատ գյադայա դա ինքն էլ է մտածում որ ինքը մեղալա տարել է անհանգիստ է տարել են հետաքրքիր մարդիկ են Պետրո 90 միլիոն դրամ փողը տվել են այդ թվի BMW-ն առել են Ալենի համար չեն զրահապատ է Աննայի համար են լավ տեխնիկային առել մի հատ լավ Lexus են առել Պետրոս 2023 թվի հենց այդ թվի արտադրության Lexus այդ թվին էլ առել են դե մարտական ջոկատի հրամանատարը կա երատույր հրամանատարն է պետք տեխնիկա պիտի ասեն ինչ Աննայի համար առնում են դա ռազմական ծախս է որովհետև ջոկատի հրամանատարի համար է արվում այդ ամեն ինչը իսկ ասենք բանակի համար ինչ պատերազմ ես ուզում արա ինչա պիտի այդան զենք առնեն որոնք Ադրբեջանի դեմ դիկը բայց Ադրբեջանի չեմ կրել Թուրքիայի չեն կրվելու Վրաստանի չեն կրվելու զենք մեն ինչին է պետք անիմաստ ծախս դրա փոխարեն հնա կտան իր համար թազա տուն կառնեն բայց լսի Որ շոր ես առնում քո կայսումը քո ռազմերին էլ առել է դե այդ ցիկլերը փոխվում է անդադ չաղանում ես բան ինչ առնում ես մի շաբաթ հետո արդեն վրեջ չիլեմ արա Պետրոսն էլ գիտես չէ դրա համար գալստուկ չի կապում Պապիկյան Սարոշկան չի կոշկում որ գալստուկ կապի այդ բերում է վեզը գնալով հաստանում է ինչ Սարոշկը առնում է վերջ կոճակ չի կոշկում դա համար այդպես մնացել է այս վիճակին Պետրոսն դու գալստուկ կապած տեսել ես հիշում ես Պարոն նախարար Շատ կարևոր է նաև բանակի կառավարումը։ Մենք տեսանք 44-օրյա պատերազմի ժամանակ, որ մենք նաև կառավարման խնդիրներ ունենք, հա, բանակի մոդեռնիզացիան ոչ միայն զենքն է եւ այլ մարտունակությունը, լեռնային տարածքներում մոբիլ լինելը եւ այլն, շատ խնդիրներ տեսանք, որ մենք զիջում էինք մեր հակառակորդ բանակից։ Այդ խնդիրները լուծվում են, այսինքն որ մենք ունենանք արդիական բանակ, որովհետև պարզ է որ թվականակով մենք երբեք չենք գերազանցի մեր տարածաշրջանի ժողովրդին, պարզ պատճառով որովհետև մենք քիչ ենք։
Ճիշտ է, այո, որակը շատ կարևոր է եւ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մարտական պատրաստությանը։ Բանակի որակը շատ կարևոր է, էլի Պետրոս ջան, ու հատկապես կառավարումը պետք է պրոֆեսիոնալներ լինի։ Օրինակ այս մարդը տենեմ ես, ինչ մենք մինչև հիմա գիտենք, թե պաշտպանության նախարարը պետք է զինվորական լինի, գնացել էին ախպեր, ես առաջի պատերազմի մասնակից, Վազգեն Սարգսյանը ինչ գործ ուներ, չէ՞, ասենք Արցախյան պատերազմի մասնակից էլի պաշտպանության նախարար, կամ այն, չգիտեմ, Միքայել Հարությունյանը, ինչ որ սովետական բանակի գեներալ գնդապետ, կամ Սեյրան Օհանյանը, ինչ գործ ունի այ մարդ առաջի պատերազմի մասնակից սովետական բանակի սպա գեներալ գնդապետը լի այս մարդիկ պիտի լինեն, ասենք բանակում օֆիցերին դանակահարած մարդը պետք է այսօր բանակի ղեկավար, որ պրոֆեսիոնալ լինի, որ հասկանացի, կամ ասենք իր տեղը 3 տեղակալ ունի Պետրոս, 3-ն էլ բարձր մակարդակի պրոֆեսիոնալ։ Իհարկե ոչ մեկը բանակի հետ կապ չունի, բայց հենց պրոֆեսիոնալիզմը դրանում է։ Այն Արմանը Սարգսյան, այն հա, միլիցիա չկարած աշխատի, ոստիկանության պետ, պաշտպանության փող փայլուն աշխատում է, փայլուն, կամ այն Կարենը Բրության, այն Միստեր Ֆիքսի մեջ այն բանի նման որ կա, այն շատ ուժեղ մասնագետ է, բայց ֆինանսների նախարարության աշխատող է, գնումների վարչության պետն է եղել։ Այսօր բանակա ղեկավարում այդ մարդը, կամ այն Երևանի քաղաքապետին, որ մի ժամանակ քաղաքապետ էլա մի քանի ամսով ինքն է խաբար չելավ, այն Հրաչը Սարգսյան, Հանի Շպրտին, ինչքան մնար վարչապետի խորհրդական, պաշտպանության փոխնախարար, ինքը բայց իր խորհրդականները, ասենք եթե պրոֆեսիոնալության մի քիչ այնպես պակաս ես զգում, պետք է պրոֆեսիոնալ մարդիկ, չէ՞, քեզ խորհուրդներ տան, գիտես ովքեր են խորհրդականները, Աբարանցի Ռազը, Սյունիքի Մելոն, երկուսն էլ մարդ պետք է, Հանի Շպրտին, որովհետև բարձրագույն կրթություն չունեին, տալ են պաշտպանության նախարարի խորհրդական, չնայած պաշտպանության նախարարի խորհրդականը պետք է բարձրագույն կրթություն, բայց ջանդամ է հիմա, կարևորը պրոֆեսիոնալ, ասենք հիմա Սյունիքի Մելոն, որ ցուցակները նայում է, աշխատավարձին, դե նայում ասում է իտոգ, այսքան, ասում է, այս իտոգը ինչի է սաղի շատ փող ստանում։ Էսով է իտոգը, էս ինչ անում է իտոգը, որ սաղի շատ փող է ստանում։ Այդ ձևի պրոֆեսիոնալ ինքը գերագետ կամ Աբարանցի Ռազը, դա Ռազին ասենք նայում ես ինտելիգենտ, զինվորական էլ ինքը իր էությամբ զինվորա շատ հայրենասեր մարդ ասում։ Արցախը շտամուն հանձնող մարդ է էլ ինքը ասում, գիտես հեշտ է, հա, ասես վերցնես Արցախը տաս շտամուն։ Այսպես մարդիկ են այսօր պրոֆեսիոնալ իր օգնականների բաներին չեմ ասում Պետրոս, ճոգած մոդելներ են, էլի դրանք Помощница по особым вопросам։ Դա նախարարը հոգնած է գալիս է, չգիտեմ, 1000 հարցեր կա։ Նկարները նայես Պետրոս, մի հատ 23+։ Պրոֆեսիոնալ է, կառավարվում է բանակը։ Դե շտաբի պետը չեմ ասում։ Հայրենասեր Արցախցի Ասերյանը։ Եվ ամեն ինչ անում ենք, որ մեր բանակը ավելի պաշտպանունակ լինի։ Այստեղ մեզ օգնում են մեր տարբեր միջազգային գործընկերներ։ Եվ շատ կարևոր է նաև մեր գործող փաստաթղթերի փոփոխությունը, հրահանգների փոփոխությունը, դրանք նույնպես տեղի են ունենում, այդ թվում նաև գործընկեր մասնագետների աջակցությամբ, եւ կարող եմ ասել, որ ունենք էական փոփոխություններ, իհարկե չենք ասել այն մասին, որ ես կարող եմ ասել, որ մենք մեր երազանքի բանակի մասին կարող ենք խոսել, բայց իրանց երազանքների բանակը կոմանդո հատուկ նշանակության բանակն է։ Եկել նստել են մարդիկ մեր սարերի գլխին, սիրուն ապահով, հələ մտել գնա դու ջերմիկի սարերը, ապահով, կոմանդոն ընդեն նստած ախպեր, ով կարան դե մի բան ավել պակասանի, հələ մտ գնա Վարդենիս, մտիլ է Սոտքի հանքավայր, Պետրոս, ապահով, ճանջը չի տզա, երազանքների բանակի արդյունքն է, մի հատ էլ ամերիկացի սերժանտ, եկե նստեք հաշի կաբինետ իր դեմը նստած, ղեկավարում են բանակը, բա ոնց Բանակ։ Չնայած տևական ժամանակ է Ադրբեջանի կողմից կրակոցներ չկան, մահվան դեպքեր չեն գրավել, վարչապետը նշել էր 1 տարի 7 ամիս ժամկետը, այնուամենայնիվ ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով սպանության եւ ինքնասպանությունների դեպքեր արձանագրվում են։ Ունենք արդյոք մենք վիճակագրություն, ինչ է ցույց տալիս վերջին 2 տարվա կտրվածքով այդ վիճակագրությունը, նվազել են թե ոչ դեպքերը եւ ինչ արվում այս ուղղությամբ։ Վերջին 2 տարվա կտրվածքով շատ լավ վիճակագրություն կա, լավ ձեռքբերումներ կան Պետրոս։ Ես թող այդ մեկը ես ասեմ, պապիկյան ջան, չտասվի էլի որ դու ինքդ քեզ գովում ես։ Մեր միջը մենք քեզ գովանք էլ այ ախպեր։ Գովալու արժանի բան ես։
Այս մարդը Պետրոս ջան, պաշտպանության նախարարը իր պաշտոնավարման ժամանակաշրջանում եղել է զինված ուժերի պատմության մեջ ամենամեծ ողբերգությունը խաղաղ պայմաններում։ Ազատ գյուղի կացարանի հրդեհից զոհվել են զինվորականներ։ Այտենց ողբերգություն, այս մարդու պաշտոն հրաժարական է տվել։ Ոչ, ում են այն սպայական կազմը ամբողջ բանակային կորպուսը գլխատել են, ում ձեռքին ընկել է, բայց ինքը մնացել է տեղում։ Վարչապետ մնա հաջողը, ասենք, ինչի պիտի սպասեն, որ թշնամու կրակոցից զինվոր։ Հեն այս մարդիկ իրանց ու ձեռով իրանց ձևով սա կազմակերպում, կամ ասենք Սիսյանից են վերջին օրով զինծառայողը զորացրվելուց ձնա բքի մեջ մահացավ, հելավ կանգնեց մարդը, վարչապետը, ազգային ժողովը, ում մեղադրը որ լավ։ Իրանց ինքը նախարարը իր պաշտոնավարման շրջանում զինծառայողը ձնա բքի մեջ վերջի օրով ծառայության մահանում է, գիտես ում է մեղադրը։ Մարսելն է ինքը, ասեմ, ծնողներին։ Զոհված զինծառայողը իր պատասխանատվության տակ զինվորը մահացել է, ծնողին է մեղադրում, ասում է սեղանը դրել են, ասում է բանակի քեֆ ենք անում, երեխուն ճամփեք դա, ծնողների մեղ, պատկերացնում ես։ Այդտենց հաջողություններ ունի Պետրոս։ Վիճակագրությունը լրիվ իր օգտին է։ Լրիվ իր օգտին է։ Ալիևը գոհ է։ Այո, կարող եմ ասել, որ վիճակագրությունը բավականին դրական է, իհարկե շարունակում են արձանագրվել եւ կանոնագրքային հարաբերությունների խախտումներ եւ ունենում ենք նաեւ ոչ ցանկալի դեպքեր, այդ թվում նաեւ մահվան, բայց այդ թվերը էապես փոխվել են։ Ես կարող եմ 25 թվականի վիճակագրությանը անդրադառնալ զուտ։ Պապկյան ջան, մի խորացի դրա վրա։ Տենեմ ես մի քիչ ալնում ախպեր։ Նախարար մարդ ես։ Դանակը վերցում մտի զորքի մեջ։ Բայ ախպեր փերտի աչեցախարա, կարողա չես արել։ Կարողա չգիտես։ Տենեմ ես մի քիչ ցուցանիշներիդ վատն են, Ալիևը կարողա մի քիչ դժգոհում ասում ես հայ զինվորներն չեն ողջ մնացել։ Դանակը վերցում մտի մեջները ախպեր, աչեցախ փերտի թոյետանարը, բա ոնց է ախպեր։ Քուշանովն է զատի մի ձեռիցը տետա գալի։ Մի հետ է սարել էլի։ Մի հետ է սարել, դրանից ավել դու ինչ ես արել։ Դու գիտեք, որ մենք տարածքներ ունենք, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ։ Դրանք մերը չեն, դրանք մերը չեն։ Դրանք իրանց տարածքներն են։ Իրանց տարածքներն են, ուղղակի մի ժամանակ խախտումներ այլ է մեր վերահսկողության տակ են, այտենց է, չէ, Պապիկյան ջան, թե կան տարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի մեր տարածքներից։ Հա, կա, հա, Պետրոս։ Բայց այն տարածքները Ադրբեջանի վերահսկողության տակ են, ինքն էլ պաշտպանության նախարարը սա հանգիստ նստած բանը, հա, ցիտիկա նկարում։ Ըստ ձեզ, որպես պաշտպանության նախարար, ինչպես մենք պետք է դրանք հետ վերադարձնենք, ռազմական, դիվանագիտական, թե որևէ այլ ճանապարհով։ Այդ հարցը մենք վաղուց հասցեագրել ենք, մենք նշել ենք, որ հարցի լուծումը պետք է իրականացվի սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի միջոցով։ Հասկացար Պետրոս ջան, ադրբեջանցիները տարածքները զավթում են զինված եղանակով, հարձակում են Հայաստանի վրա, զավթում են։ Իսկ Հայաստանը պիտի մտածի, որ այդ հարցը պիտի լուծվի Մեհեր Գրիգորյանի միջոցով։ Դե Մեհեր Գրիգորյանը գիտես, էլի զբաղված մարդ է, բանկերի հետ աշխատող, փող սիրող մարդ է։ Ինք իր գործը, իր փողը թողած, այդ աղնի կակոյնի բույսը սարի գախի մատ զուն դրա։ Ինչի պետք է։ Դե հիմա մենք չպիտի մտածենք Պետրոս տարածքները վերադարձնելու մասին։ Արա դու ուժելի չես հասկանում ինչ։ Մենք պիտի մտածենք նոր տարածքներ Ադրբեջանին հանձնելու մասին։ Ոչ թե տարածքները, պաշտպանության նախարարը դրա համար է, որ մտածի թե տարածքները ոնց պիտի վերադարձնեն, հա։ Պաշտպանության նախարարը վոլեյբոլի առաջնություն կազմակերպելու համար է, բասկետբոլի առաջնություն կազմակերպելու համար է, ֆուտբոլի առաջնություն, վոլեյբոլով հաղթես Պապիկյան։ Արա տեսան գնացին նկարիր են, ստորագրիր են, գնդակը նվիրիկ, բան շատ լավ առաջնություններ, լավ առաջնություն։ Բասկետբոլն էլ լավ էր, վոլեյբոլն էլ, բայց հիմնականը լավ։ Այդպես բաները թողած պետք է մտածի երկրի սահմանները ոնց պահեն։ Գործ ունես այ ապերս անդարտ գլուխը տնչես դնեմ դարտա մեկը այդ տարածքները որ մնաց Ադրբեջան դու նույն փողն ես չէ ստանալու հիմա որ այդ տարածքները որ հետ բերիկ Հայաստան էլի պիտի նույն բայց ինչի՞ դա պետք է ապերես ու անդարտ գլուխը տնչես դնեմ դարտի տակ այդ ցավը տանեմ էլի գնա արտասահմանները քո համար մանարի ֆրֆրա ինչ գործ ունես դու արա ու օգոստոսի 8-ից հետո դա ավելի իրական է եւ ես վստահ եմ որ դա տեղի կունենա Այսինքն դու կարծում եք, որ այդ հանձնաժողովին կհաջողվի բանակցային ճանապարհով լուծել խնդիրը։ Ես այլ ելք չեմ տեսնում ուղղակի։
Լսի, բա որ այ երբ չես տեսնում։ Բա մի քիչ առաջ նոր խոսում ես, ասում ես ռազմական ծախսերը ավելացրել ենք, բանակի համար նոր համազգեստ ենք առնում, պիտի սպառազինություններ առնենք, բանակ պիտի կատարելագործվի, պիտի պրոֆեսիոնալները գան, ժամկետայինների փոխարեն պիտի պայման։ Այդ ինչի համար է արվում։ Բայց սա ծախսը բանակի կազմակերպում կառավարում, եթե դրա համար չի, որ բանակը մեր հայրենիքը պաշտպանի։ Հենց այդ սա ծախսերը կրճատի, մեր Գրիգորյանը կանաստի դրանք էլ լավ իրար հասկա, երկու աղբոր պես, արա Պետրոս տեսրես դրանք ինչքան իրար նման են արել։ Ոնց որ դու Վահագ Ալեքսանյանը, այդքան իրար նման են այդ բանը, այդ Մեհեր Գրիգորյանը մեկ էլ այդ ինչ էր բանի անունը Շահին Մուստաֆայևը։ Արա այդքան իրար նման։ Հա կանաստեր այդ հարցերը կլուծեն, բայց բանակն ինչի համար է։ Դրա համար եք վերացնում բանակը։ Արա ճիշտ էլ անում եկել են Վազգեն Սարգսյանի խելքները։ Վազգեն Սարգսյանը հետո խելքը տվին Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ես իմ Սեյրան Օհանյան, Միխայել Հարությունյան, ես իմ բերին բանակ են սարքում, ես իմ ինչեր են ան։ Արա ասեք կռիվեք ուզում, արա հանգիստ նստեք տեղներդ էլի։ Մեր բարեկամ ժողովուրդն է էլի։ Շատ էին խոսում նաև պաշտպանության հանձնաժողովից սահմանային այսպես նոր շինարարություններ անելու մասին։ Ճիշտ է, որ մենք այդպիսի բունկերներ ենք սարքում եւ այլն։ Չեմ խոսի դրանց նշանակության ու էության մասին, բայց կարող եմ խոսել, որ սահմանում էական աշխատանքներ կատարվել են վերջին մի քանի տարվա ընթացքում, այսօր շարունակվում են։ Դա մեր երկրի անվտանգությանն է նպատակաուղղված եւ դա շարունակվելու է։ Արվա ուղղակի Պետրոսյան հիմնականում են ադրբեջանական կողմից հարվում էլի։ Ասենք հիմա որ մտնես Google-ի քարտեզը կտենաս ադրբեջանական կողմից ինչեր են անում։ Ստեց ուղղակի ասենք հենց մի հատ անում են, մի հատ ուզում են մի հատ post փորեն մի հատ ջուրը։ Ան ախմախել են ադրբեջանցիները, թուրք էլի, թուրք։ Կրակում են մարդ են սպանում, կրակում են այդ տրակտոր աշխատացնողի վրա են կրակում։ Ինչի՞ է պետք է ախպերս այս բաներ անեն։ Իրանք անում են թողնում են նույն սահմանն, այսինքն հիմա այս սահմանի վրա աշխատանքի ինչ տարբերություն։ Մերոնք են անում, դրանք են անում։ Դո իրանք անեն էլ։ Մեկը մերոնք իրանք վրա չեն կրակում, թողնում են որ դրանք ինչ ուզում են անեն։ Դրանք էլ կրակում են մեր իզուտեղ ինչի մենք խնդրեմ ստեղծեն։ Թող մնա սահմանը էլի։ Այն ուղղակի հիմա մի քիչ բարեփոխում էլ կա Պետրոսյան, եթե ես ասենք այն ժամանակ սահմանային հենակետեր ամեն 50 մետրը մեկ մի հատ սահմանային հսկողության դիրքեր ունենք, բեմ։ Հիմա այս Ղարաբաղը տալուց հետո այս Քյալբաջա, Լաչին, Կուբատի բան տալու։ Պետրոս կիլոմետրերով ազատ։ Այն ժամանակ ինչ էր, այլ ասա, ամեն 50 մետրը մի հատ դիրքապահ էր կանգնում, խրամատը փորած, բա։ Արա հիմա ասես միտեղ տանում են այդ ժամկետային այդ 25 օրով տղերքին տանում են մեծ չոլի մեջ տես 15 օր անտերանդիրական գցում են դեմ վերաներ չկա քաշեն գխներին անտերի պես սաղ տարածքը ազատ թուրքերը գան գնան արա դե պիտի գնան զբոսաշրջությունը պիտի զարգանա թե չէ Պետրոս էս անտեր մնացած երկու մեկը տենում ես ուրիշ երկրներից էլ ոչ է գալիս են վտանգավոր երկիրը ասում թե չի արա գոնե մեր հարևանները չեն ասենք են ադրբեջանցիները բանջար քաղեն, բան կովերը բերեն, արածացնեն, պիտի ազատություն լինի, սահմանում հիմա շատ լավ վիճակ է, շատ գնալով ավելի, ինչքան էս մարդիկ մնան այնքան ավելի լավ ալելու Պետրոս, խաղաղ ալելու։ Այ մենք ունենք ժամանակակից սահմանային հնարավորություններ, թե էլի երկրորդ համաշխարհայինի ունենք տենց կոնսերվա, պագրիշկա, ոնց է։ Արա երկրորդ համաշխարհային ինչ տպավորություն է թողել քո վրա Պետրոս։ Ոչ մի կերպ դու չես կարող մոռանալ, էլի։ Զոհեր բան եք հա ունեցել, երևի կորուստներ բան եք ունեցել, ծանր այլ եք քո համար երկրորդ համաշխարհային։ Ծանր հետևանքներ է թողել փաստորեն երկրորդ համաշխարհայինի քո վրա Պետրոս։ Մենք հրաժարվում ենք դրանից եւ անցում ենք կատարում այլ որակի պաշտպանության։ Չէ, հիմա պագրիշկա բան հիմա չկա Պետրոս։ Հիմա մենակ ակումուլյատոր է։ Հիմա ակումուլյատորներ են դնում, պագրիշկա չեն դնում։ Էլեկտրական էս ավտոների ակումուլյատորները էս սա հավաքելու են այդ հալա սահման, պագրիշկա չինելու, ժամանակակից։ Բնականաբար մեկ հարվածով ամբողջը չես փոխի, բայց ամեն ինչ անում ենք, որ լինի ավելի արագ, ավելի որակով, առիթ կունենաք ինչ-որ փուլում կծանոթանաք նաև հարություններ կծանոթանա։ Շնորհակալություն։ Պետրոս ջան, թղթերիդ մեջ բան չկա, չէ՞, զորավարժություններ բանականումը չի դա ինչի՞ սա պետք է արախո թուրք չենք մենք թուրքերն էլի սաղորը ադրբեջանցիների հետ տարին 25-ը զորավարժություն Հայաստանի սահմանին ինչա մեր բանակը պետք է իր գործը թողնի խելքն է թուրքիի խելքին է այն զորավարժություն անեն հապկ համագործակցություն թեկուզ ՆԱՏՕ-ի հետ չկա չէ՞ որ բանից էլ հարցեր միտու այդ ԵՊՀ-ի կառավարման խորհրդի նախադեինքը խո մենակ զինվորական չի ինքն մտավորական
Դերը մեզ էլի Պետրոս տեսքինը, բայց հարցեր չկար, չէ՞ դրա մասին։ Դա ոչ է դու այ մարդ է։ Մի ծանրաբեռնեք։ Մեր նախարարն է Չինաստան էր գնաց, Ամերիկա էր գնաց, Գերմանիա տուրիստի պես մարդը ֆրֆրը գլուխը հաստացրել է ինքը փողերը միլիոնների մեջ։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ ենք ձեր աշխատանքի համար, պարոն։ Ասես մենք որ լույսը բացում է, չէ՞, որ գիտենք, որ մեր բանակը մեզ չի պաշտպանելու։ Ասես մի հատ հանգստություն է իջնում մեր վրա, որ գիտենք թե Արցախում ինչ է տեղի ունեցել, թե դե հիմա ինչ խաղաղություն է, այդ նույն խաղաղությունից ոնց է ստելնելու։ Ասես մի հատ ասես լրիվ ասես մեզ հանգիստ թողած բավականություն ենք ստանում։ Ապրեք դուք, շատ ապրեք, շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր հյուրը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր, կհանդիպենք ցտեսություն։